Մինչ մենք սպասում ենք, որ պետական միջոցների աղմկահարույց փոշիացման անիվի գործով լինեն բացահայտումներ, մեղավորներ պատժվեն, գումար վերադարձվի ժողովրդին, պարզվում է սնանկացած ու կոռուպցիայի մեջ թաղված անիվով շարունակում են մեր գրպանը դատարկել։ Փաշինյանի կառավարությունը այսօր որոշեց պետական բյուջեից 84.5 միլիոն դրամ հատկացնել անիվի շահութահարկի վճարմանը։ Ամեն օր Նիկոլին ընդդիմությունը հարցնում է, երբ են պատժվելու մեղավորները։ Նա կատաղում է, ջղաձգվում է, կրկեսի շոու է սարքում, թեման ցրում է ու շարունակում է փող դուրս գրել։ Պատկերացնում եք, սրանք այդ 60 միլիոնը այնպես են կերել, դոլար, 60 միլիոն դոլար, որ իսկի հարկերի գումարը հաշիվներին չի մնացել։ Էլի բյուջեից փող են տալիս, որ զրոյանան, որ կարողանան լուծարեն։ Այս են իբր ջահել ու ազնիվ տղերքն են, այն որ ասում էիք թողեք, թող աշխատեն։ Աշխատեցին, իրենց համար, հերոս հարկատուի հաշվին, իհարկե։ Տեսեք, ինչ հետաքրքիր համակարգ են ստեղծել Նիկոլենք։ Համ կոռուպցիան են իբր բացահայտում, բայց դե համ էլ գումար են տալիս, բայց կոռուպցիայի Էյնշտեյնը Պոզով Պոչովա լինում, այսպիսի բան լսած կայիք։